Ինչպես արդեն նշվեց իմ գործընկերների կողմից, այսօր կա բանտարկյալների շարքում պայմանական եւ ուղիղ իմաստով առաջնագծում Նարեկ Սամսոնյանն է, որը պայքարի վերջին միջոցի է դիմել, ծայրահեղ միջոցի, վտանգելով իր առողջությունը, վտանգելով իր մերձավորների առողջությունը նաեւ, որտեղ այդ ստրեսը, ապրումները, որ ընտանիքի անդամները ունեն, եւ ինձ ամենաշատը հուզում է այն անտարբերությունը, որ այս իշխանությունը ցուցաբերում է մարդու կյանքի հանդեպ։ Ինչքան էլ բյուրոկրատական ինչ-որ կարգավորումներ մեջտեղ բերեն եւ այլն, երեք բոլորը հասկանալով, որ եթե այդ ադապտացիոն փուլի հիվանդանոցում չիրականացնեն Նարեկին նախապատրաստելու համար վիրահատության եւ նրան հետ վերադարձնեն բանտ, մարդը շարունակելու հացադուլը, շատ անհոգ կեցվածքով, այդ անտեսելով մարդու կյանքի կարևորությունը գերակա լինելը, անտեսելով մարդու իրավունքները, համոզված եմ Եվրոկոնվենցիայի բազմաթիվ նորմեր, մարդուն էլի հետ տարան եւ կարծեմ թե այս պահին քիչ հետո իհարկե պարոն Ֆիդանյանը կասի նորություններ չունենք կամ եթե ունենք առայժմ ինձ հայտնի չի, այսօր մեր քննարկմանը մասնակցում է Անուշ Պողոսյանը, Տիկին Պողոսյանը առողջության իրավունք հասարակական կազմակերպության ղեկավարն է, բացի Տիկին Պողոսյան, բացի քաղաքական, իրավական եւ այլ խնդիրներից, հատկապես Նարեկի պարագայում, չնայած մյուս կալանավորները էլի սահմանափակումների մեջ են, որտեղ կալանքի այնպիսի բան է ճիշտ ասվեց, որ մարդու առողջության վրա շատ մեծ ու բացասական ազդեցություն ունի, բայց հացադուլի պարագայում դա սրվում է բնականաբար, այ ինչ խնդիրներ կարող են առաջանալ, որտեղ են խախտվում Նարեկի արդեն բուժում ստանալու իրավունքը կամ այս ինչպիսի պրակտիկայի հայտնի խնդիր։ Շնորհակալություն։ Նախ ասեմ, որ կալանավորների եւ դատապարտյալների առողջապահության բժշկական օգնությունը եւ սպասարկումը առհասարակ Հայաստանի Հանրապետությունում պետք է գնահատել, այսպես մեղմ ասած, անբավարար։ 2023 թվականին, երբ որ քրեակատարողական բժշկական կենտրոն ՊՕԱԿ-ը Արդարադատության նախարարության ենթակառույցներից հանվեց եւ տրվեց առողջապահության նախարարությանը, բազմաթիվ մեջբերումներ էին բերում հիմնավորման մեջ, որ պետք է այս համակարգը այնպես արվի, որ մեր կալանավորները եւ դատապարտյալները ստանան նույն առողջապահությունը, նույն որակի առողջապահությունը, ինչը որ ստանում է Հայաստանի Հանրապետության բնակիչները եւ պետք է ինտեգրվեն, պետք է կատարվի առողջության առաջնային պահպանման առումով բոլոր գործառույթները, սկրինինգային ծրագրերից սկսած եւ այլն եւ այլն եւ այլն։ Եվ այս գեղեցիկ խոսքերի հիմքով վերցվեց այդ ծառայությունը, ինչպես նաև այս 2025 թվականի վերջին լուծարվեց նաև դատապարտյալների հիվանդանոցը, հայտարարվեց, որ մեր կալանավորները երկրի եւ դատապարտյալները պետք է բժշկական օգնություն ու սպասարկումը ստանան հիվանդանոցային պայմաններում, ոնց որ բոլոր Հայաստանի Հանրապետության բնակիչները, սակայն իրականում գործարարական նպատակում բազմաթիվ խախտումներ ունենք, որովհետև առաջինը բժշկական օգնության սպասարկման ծավալները չեն կատարվում։ Ինչու՞, որովհետև հասարակ կադրային քաղաքականության հարցում այնտեղ ունեն լուրջ խնդիրներ։ 1300 շուրջ կալանավոր եւ դատապարտյալ ունեցող քրեակատարողական հիմնարկում հերթապահ բժշկի խնդիրը առասօր խնդրահարույց է։ Այնտեղ 1 կամ 2 ֆելշեր կամ բուժքույր են հերթապահում։ Երկրորդը դեղապահովման խնդիրը առայսօր լուծված չէ, բազմաթիվ են գանգատները եւ բողոքները, որ այնտեղ գտնվողներին չեն տալիս իրենց հասանելի դեղորայքը, սանիտարահամաճարակային իրավիճակի մասին բազմիցս խոսել ենք, հիմա մասնավոր դեպքով եւս կասեմ, եւ ընդհանրապես այս կառույցի կառույցների բժշկական օգնությունը եւ սպասարկումը, որի պատասխանատուն բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարությունն է, իդեմս առողջապահության նախարարություն, մնացել է մեղմ ասած լուսանցքից դուրս։ Եվ մենք
վերջի, այսպես, եթե նայենք անգամ 3 ամսվա, իրավիճակը մենք համարյա ամեն օր լրատվությունում տեսնում ենք քաղբանտարկյանների, փաստաբանների հայտարարությունները իրենց ուրեմն պաշտպանյանների առողջական վիճակի մասին։ Մենք համարյա ամենօրյա ռեժիմով տեսնում ենք Վարդան Ղուկասյանի առողջության հետ կապված լուրջ խնդիրների մասին, որը ցանկացած բժիշկ անգամ միջին բժշկական կրթություն ունեցող ցանկացած մարդ հասկանում է, որ այնտեղ ունենք լուրջ առողջական խնդիրներ, որոնք որ անտեսվում են եւ քաղբանտարկյալը, որը որ քաղաքապետ է, մնում է առանց բժշկական օգնության եւ սպասարկման։ Մենք լսեցինք նաև քաղբանտարկյալ Սարուհի Կարապետյանի մասին, որ այո, բուժման ընթացքը ընդհատել էին հիվանդանոցում եւ նրան վերադարձրել էին համապատասխան հիմնարկին։ Նարեկ Սամսոնյանի հարցով 15-րդ օրն է այսօր, որ Նարեկ Սամսոնյանը հրաժարվել է սնունդից, ինչը ենթադրում է բժշկական առումով, թողնելով մի կողմ տերմինոլոգիան, որ կյանքի սպառնացող իրավիճակներ կարող են առաջանալ։ Դեռ օրեր առաջ, եթե չեմ սխալվում, 10 թե 11-րդ օրը Նարեկ Սամսոնյանի մոտ եղել էին լուրջ առողջական խնդիրներ, բուժակների մոտ կասկած էր առաջացել, կրկնում բուժակների մոտ, որ կարող է լինել սրտի սուրնոպա եւ սուր սրտամկանի ինֆարկտի կասկածով փորձել էին հիվանդանոցում հետազոտել եւ այդ ժամանակահատվածը տևել էր 4 ժամ եւ ավել։ Սա բուժական առումով բավականին մեծ բացթողում էր։ Այնուհետ այսօր մենք պետք է գնահատենք, որ մենք ունենք անսպիտակուց բազմաթիվ վիճակ, այտուցներ, վիսցերոպաթիա եւ այլն, որը կարող է լինել օրգանիզմում, որովհետեւ 15 օր սննդի բացակայությունը բերում է ծանր սպիտակուցային անբավարարության, վիտամինների խորը անբավարարության, իսկ մենք գիտենք, որ կան վիտամիններ, որոնք որ օրգանիզմը չի սինթեզում եւ դա բացառապես մարդը ընդունում է սնունդի միջոցով եւ այլն, այստեղ որ այսպես շատ բժշկությունից չխոսան, խնդիրը նրանում է, որ մենք ունենք քաղբանտարկյալ, որի կյանքը վտանգված է, որի օրգաններում փոփոխությունները կարող են լինել անդառնալի, սակայն մենք ունենք բացարձակ անտարբերություն համակարգից եւ իմ համար շատ տարակուսելի է այս ամենի պատասխանատուն, որը որ առողջապահության նախարարն է եւ իր կազմը, մենք լրատվությունով տեսնում ենք, որ առողջապահության նախարարը անգամ արձագանքում է իր աքսեսուարների գների հետ կապված հոդվածներին, արժեքներին, սակայն չկա մեկ հայտարարություն նախարարի կամ փոխնախարարների կամ համապատասխան պաշտոնյաների կողմից կապված քաղբանտարկյալների, մասնավորապես Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակի հետ կապված եւ ընդհանրապես իմ համար անընդունելի է, որ այդ վիճակում Նարեկ Սամսոնյանին տանում են բժշկական կենտրոն, հետո որոշում են, որ այնտեղ հոսպիտալացումը փաստաթղթայինորեն ինչ-որ խնդիր կա, նորից տեղափոխում են քրեակատարողական հիմնարկ եւ այստեղ մոռանում են ամենակարևորը, որ մարդը բարձրագույն արժեք է եւ պետք է մարդու առողջությունը լինի առաջնային եւ առողջապահությունը չպետք է քաղաքականացվի եւ քաղբանտարկյալները բոլորին են եւ պետք է հատուկ վերաբերմունք ցուցաբերվի այն քաղբանտարկյալի հանդեպ, որը որ իր անելանելի ձայնի արտահայտումը գտել է հացադուլ հայտարարելու մեջ եւ պայքարում է բոլորի իրավունքի համար, որը որ ձերբակալվել է մեկ բառի համար, որը որ տեղավորվում է բժշկական տերմինոլոգիայի, այսպես ասած, կոնտեքստում։ Երևի մեր առողջապահության նախարարը մասնագիտության բժիշկ չի, բայց ասեմ, որ այդ բառը տեղավորվում է առողջապահական բժշկական տերմինոլոգիայի կոնտեքստում։ Շնորհակալություն։